Շնորհակալություն հարցազրույցի հրավերը ընդունելու համար, պարոն Ղարաղազարյան, եւ այսպես դուք Գյումրու խնդիրներին քաջատեղյակ մարդ եք, որովհետեւ 2016-ից 21 թվականներին Բարգավաճ Հայաստան կուսակցությունից եղել եք Գյումրու ավականու անդամ։ Հիմա իհարկե ընտրություններին մասնակցում եք դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակով, ընդ որում համայնքապետի թեկնածուն դուք եք, պարոն Ղարաղազարյան։ Ինչ ծրագրեր ունեք Գյումրու զարգացման, ինչպես նաեւ բնակիչների բարեկեցության համար։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Տեսեք, դուք նշեցիք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության այսօր այս պահին դեմոկրատական ինչու։ Ասեմ, եթե դուք ուշադիր լինեք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ դեմոկրատական կուսակցությունը Հայաստանի մի շարք քաղաքներում եւ մարզերում իրենց դաշինքների տեսքով կամ միասին մասնակցել են տարբեր ընտրությունների դիմադրությունների։ Այդ իսկ պատճառով մասնակցում դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ եւ ընտրել են դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը գոչյաների հետ է հաստատացնում, շնորհերի հետ է։ Գյումրին այսօր շատ խնդիրներ ունի, մեծ պրոբլեմներ ունի, այսինքն տարիներ ի վեր Գյումրին աշճանաբար տարի տարվա վրա հասցրել են մի վիճակի, որ բոլոր կողմերից Գյումրին պրոբլեմ, միակողմանի չէ։ Գյումրու պրոբլեմները այսօր մենք չենք նախ դասակարգելու, թե որն է առաջնային, որը երկրորդական, քանի որ Գյումրու պրոբլեմները մեր բոլոր պրոբլեմներն են եւ մենք բոլորս միասին ցանկացած հարցին հետևելու ենք եւ հետեւաբար այդ հարցերը լուծում տալիս։ Այն հարցերը, որոնք Գյումրու քաղաքապետարանի, այսինքն բյուջեի դիտում է, որոնք կարգավորվել է հնարավոր է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի հաշվին, մենք շատ արագ եւ էֆեկտիվ ծրագրերի տարբերակով այդ հարցերին մենք տալու ենք լուծումներ։ Իսկ այն հարցերը, որոնք այսինքն մենք օրինակ տնօրինների հետ կապված կամ մոտ 140-ից ավել փողոցներ, որոնք այսօր Գյումրու բյուջեի շատ փոքր է, հնարավոր չէ այդ ծրագրերը անել, նման տիպի ծրագրերը իրականացնելու ենք մենք վարկերի եւ կառավարությանը դիմելու ճիշտ ծրագրերի միջոցով, որովհետեւ մենք պահանջենք, բերենք մեր քաղաքը սարքենք եւ ամենակարևորը մեր ծրագրերից մեկը շատ կարևոր է մեզ Գյումրու քաղաքի ծայրամասային բնակավայրերը, որոնք ծայրամասերում են Գյումրու, ունենալ այդ տարածքներում բարեկարգ փողոցներ, խաղահրապարակներ, ունենալ երեխեքի համար զբաղմունքի եւ ծերերի համար զբաղմունքի տարածքներ, որը այսօր շատ պրոբլեմատիկ է Գյումրու տարածքում։ Նաեւ մենք խնդիր ունենք տրանսպորտի հետ Գյումրու, որը ծայրամասերին կապելու համար ճիշտ է կան աշխատող մեքենաներ, բայց հիմի տեսեք ժամը 7-ից հետո, 7:30 մաքսիմում 8-ից հետո տրանսպորտ չկա, այսինքն քաղաքացին քաղաքի կենտրոն գնալ-գալու համար միանշանակ խնդիրներ, նաև ծայրամասային փողոցներում, տեսեք մեր մոտ ինչ խնդիր կա, այն փողոցները, որոնք հարում են ծայրամասային փողոցների տարածքով եւ չեն այսինքն մտնում այդ թաղամասի մեջ շրջվելու, որոնք պատրաստ են փողոցները, այդ փողոցներով տրանսպորտ կաշարժվում է, իսկ ներս մտնող տրանսպորտ չունեն, այսինքն շրջանցում այդ տարածքները, շատ կարևոր է, որ տրանսպորտը ներս մտնի թաղամասի միջով դուրս գա, որպեսզի տեսեք, եթե մխիթարը ճանապարհը տրանսպորտը չեն ուղարկում, բայց նախորդ միջև այդ ամենը կազմակերպել է, հնարավոր է գրեդերներով թզել, ուղղել, բարեկարգել, ժամանակավոր տրանսպորտը աշխատի մինչև այդ ամեն ինչը կարող է, թե չեն ասված մի արժեք, անձրևի ժամանակ քաղաքացին ուզենա տրանսպորտով դուրս գա, հնարավոր չէ։ Նաև ծայրամասերի հետ կապված կա աղբահանության լուրջ խնդիրներ, որոնք շատ արագ կարգավորվելու է, ծայրամասային տարածքներում հիմնական բնակչությունը խիտ չէ եւ դրա պատճառով տեսեք այդ աղբամանների բոլորը լցված են աղբը եւ շները
տարածքում են, կարելի ասել իրիկվա ժամին, եթե փորձես աղբը ներդել աղբամանը, կարող է շների բաժին դառնալ։ Շատ կարևոր է այդ աղբամանների հարցերը լուծել, որոնց կաբարիչները փակվող չեն, հին տեսքի են, հին ոճի են, պետք է արագ փոխվի սա, այդ ամեն ինչը թերվի, որպեսզի մենք ստանանք մի հատ վիճակ, որը քաղաքացու համար հարմարավետ կլինի։ Տեսեք, այսօր եթե մենք այդ հարցին նայենք մատների արակով դրան լուծում չտան, մեր քաղաքի աղտոտվածությունը, մեր քաղաքի դեմ։ Նաև կանաչապատման հետ ուժ խնդիրներ ունենք։ Այսօրվա մեր վերանորոգած փողոցները, անկի վերանորոգած փողոցներ ունենք, որոնցում նաև հատվածներ կան, վերցված կանաչ կոդիներ լինել իրանք։ Տեսեք, այդ կանաչ կոդիների տեղը կա բաց է, բայց նայեք ինչ թերի շինարարություն կա այդ։ Այնտեղ չկա ջրատարներ, խողովակներ, որովհետեւ կանաչապատելու ժամանակ հետո մենք կարողանանք ոռոգել։ Բնականաբար բույսը եթե չջրված ջուր չունեցա, ունենալու են խնդիր։ Այդ խնդիրները լուծելու համար մենք պետք է ունենանք հնարավոր մեր հնարավորությունների սահմաններում բոլոր բան։ Իսկ մյուս փողոցները, որոնք այսօր պատրաստ չեն եւ կարիք ունեն հիմնավերապահման, մենք անպայման ուշադրություն ենք դարձնելու այդ փողոցներին, որբիսի հիմնավերապահվի, այսինքն նման տիպի վերանորոգվելուց հետո հարցեր մենք չունենանք, որ հետո քանդենք այդ մյուսները մենք վերանորոգենք։ Մեր ծախսը երկու անգամ չէ։ Հենասյուների հետ կապված նույն վիճակ, հենասյուները դրված է, ծախսը կատարելուց է շատ լավ է, գեղեցիկ է, բայց հենասյուները մեկը դուսից հետո հեռվից մենք նայենք, իրանք ծուր են, մեկը հետ է, մեկը առաջ է, որը դրանք տեխնիկական հարցեր է, որ լուծումը շատ հեշտ եւ մեծ ֆինանսական ծախսերի հետ կապ չունեցող հարցերը շատ արագ լուծվելու են։ Մեր տուրիստական կոդին են Գյումրի քաղաքի հետ կապված ընդլայնելու, այսինքն մեր տուրիստական քաղաքը այսօր ավելի շատ գալիս են զբոսնելու, ոչ թե տուրիստները գալիս են որպես տուրիստ մնալու։ Դաշտը մենք տուրիստական մեծացնում ենք, որովհետեւ տուրիստը կա քաղաք, շրջելու ժամանակ երկար ինքը կարողանա մնալ, մենք պետք է մատուցենք ծառայությունները, որովհետեւ տուրիստը կա ու մնա երկար։ Եթե տուրիստը առավոտ եկավ իրեն գնաց, մենք չենք ունենա քաղաքում ավելի շատ ֆինանսական շարժեր եւ ֆինանսա այդ տեսքով շատ քիչ կունենա շարժ։ Իսկ եթե մենք տուրիստին առաջարկենք ընդլայնված դաշտ, ինքը գալուց մնալու է, հյուրանոցներ են մնալու, հյուրանոցները արդեն ավելանալու են, աշխատատեղեր են ավել։ Այսինքն մենք հնարավորինս բոլոր ամեն ինչը պետք է անենք, որպեսզի համ տուրիստը, համ Գյումրի քաղաքի բնակիչները իրենց զգան որպես երկրորդ քաղաքի, մեր հայրաքաղաքի բնակիչ եւ տուրիստն է գալուց զգա, որ եկավ հայրաքաղաք, գնաց հայրաքաղաքից։ Հիմա հայրաքաղաքի մասին ավելի մանրամասն։ Բնակչության քանակով Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է ու բնականաբար այս քաղաքի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծ է։ 9 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել, որպեսզի ստանձնի քաղաքի համայնքի կառավարումը։ Դուք ինչպես եք գնահատում ձեր ուժերը, ձեր շանսերը ավելի ճիշտ։ Տեսեք, նախորդ կանխորոշումներ չեմ անել, որովհետեւ ամեն վարքյան կարող է ընդրությունները այնպեսին են, որ փոփոխություններ լինել եւ այլն եւ այլն։ Իսկ իրանց մասնակցությունը որոշումները իրանք են, այսօր բոլորը մատուցում են իրանց առաջարկությունները, իրանց ծրագրերը քաղաքին։ Ժողովուրդն էլ իմ կարծիքով պետք է նայ, ուսումնասիրե եւ իր գնահատականը անցու 30-ին տա։ Պարոն Ղարաղազարյան, քաղաքական ուժերը սովորաբար ընտրություններին մասնակցում են բնականաբար հաղթելու ակնկալիքով։ Հիմա դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը նոր ուժ է, հանրաճանաչ չէ այդքան, եւ հենց այս փաստը հաշվի առնելով ուզում եմ հասկանալ, ձեր ուժը մասնակցում է ընտրություններին ամեն դեպքում առաջին տեղը զբաղեցնելու նպատակով, թե օրինակ պատկերացնում եք, որ կարող եք ընդդիմություն լինել։ Տեսեք, մեր մյուս տված հարցազրույցների ժամանակ ես ասել եմ,
Հիմա նորից կրկնում եմ, մենք բոլորս, այսինքն մնացած քաղաքականներն են, եթե նայեք մեդիատիվներով կամ ինտերնետայքերով, հիմնական խոսույթը մենք գնում ենք հաղթելու։ Մենք էլ ենք գնում հաղթելու, բայց Աստված մի արաստ է։ Եթե ժողովուրդը որոշեց քեզ կամ մեզ տվեց այն քվեն, որ մենք չենք հաղթում, մենք միանշանակ կան ուժեր, որոնց հետ մենք կփորձենք հետ ընտրական process բանակցել, միանալ մեկս մյուսից, որովհետեւ մեր քաղաքությունը հասնի այսօրվա իշխանությանը եւ բոլորս միասին ստանձնենք մեր քաղաքի բարեկեցիկ ապրելու, արարելու, սարքելու բարդականությունները։ Իսկ ինչ կմնա, եթե մենք չենք բավարարում, նաեւ մենք չենք կազմում կոալիցիա ինչ-որ հետ, մենք խնդիր չունենք մեր ձայները կամ ժողովրդի քվեն փոշիացնել։ Մենք միանշանակ որպես օպոզիցիա նաև կարող ենք աշխատել եւ քաղաքացիներին օգուտներ տալ, եթե բոլորս դառնանք դիմադիրներ եւ այդ աթոռի մաս, այս քաղաքին դիմադիրները ով են։ Այսինքն մենք ժողովուրդը ամսու 30-ին մեզ ինչ քվե տվեց, մենք դրա տերն ենք եւ պարտավոր ենք ծառայել մեր քաղաքին, մեր քաղաքի ժայռին։ Դուք հայտարարել եք, որ մասնակցում եք ընտրություններին, որպեսզի ԿՊ-ն չվերարտադրվի։ Սա նշանակում է, որ դուք քաղաքացիական պայմանագրի հետ որևէ տեսակի գործակցություն բացառում եք, եւ նաեւ ինձ հետաքրքիր է մյուս ուժերի հետ կապված կոալիցիա կազմելու, համագործակցելու, աշխատելու կլինեն այդպիսի կան այդպիսի քննարկումներ, պատրաստ եք այդպիսի համագործակցության եւ կոնկրետ եթե կարելի է ԿՊ-ից բացի կա եւս այնպիսի ուժ, որի հետ օրինակ բացառում եք գործակցությունը։ Արևադամերների հետ ստեմ են կոալիցիայի կամ աշխատելու հետ կապված, իսկ ինչ կմնա ԿՊ-ի հետ, քանի որ ես ի սկզբանե ներկայացել եմ մի թիմի հետ եւ հայացներս ընդդիմադիր են, բնականաբար մենք ԿՊ-ի հետ եզրից չունենք այս պայքարությամբ եւ հետո էլ շարունակելու մեր համագործակցությունը։ Իսկ մնացած ընդդիմադիր ուժերի կապված մենք ունենք մի հատ կարևոր խնդիր։ Մենք դեռ այս պահին չենք անցել բարերային շեմը, այսինքն մարտի 30-ը չի եկել, չունենք տվյալներ, թե ովքեր են անցել այդ բարերային շեմը եւ նախորդ որոշումներ կայացնելը կամ խոսելը ես համարում եմ անիմաստ։ Այ երբ որ մենք կանցնենք այդ բարերային շեմը, բարձ կլինի թե քանի դիմադիր եւ նաեւ դիմադիր ուժեր են անցել, այդ ժամանակ բարձ կլինի բոլորին բանակցություններն են մեկս մյուսից հետ կազմակերպենք եւ ամեն ինչ իցույց բոլորին կերևա։ Իսկ եթե մենք չենք ունենա այդ դեպքում մեր գաղափարակից կամ գաղափարախոսությունը ունեցող թիմակիցներ, որոնք մեր ծրագրերին էին համապատասխան մեր քաղաքը շենացնել, քանտի չկա մենք նաև որպես օպոզիցիա աշխատելու ենք մեր քաղաքի, մեր ժողովրդի Իդեպ մի քանի օր է արդեն քարոզարշավը սկսել է տրամադրություններն ինչպիսին են, պարոն Ղարեղազարյան։ Մեր տրամադրությունները շատ լավ են, վստահում մեր ժողովրդին, բայց մեր ժողովուրդը այս պահին խնդիր ունի, որ չի ուզում եւ չի ցանկանում մասնակցել ընտրությունների, որովհետեւ 30 տարի խաբվել են միշտ ընտրություններից առաջ լույս քաշել է, փողոց տեսել է, այսինքն այդ սիրուն խոսքերը լսել են եւ դրանից հետո չեն տեսել այն ինչ իրանք ուզեցել որովհետեւ մենք ունենանք կողորման ապահովում բարձր մենք պետք է շատ ժողովրդի հետ շփվենք ժողովրդին մեր գաղափարները մեր խոսքը համոզենք որ ժողովուրդը սկսի վստահել հետո նոր ընտրության տեսեք եթե ժողովուրդը չվստահեց ընտրության հաստատ չի գա ժողովուրդը պետք է վստահի նոր որոշում կայացնել այսօր վստահության խնդիր կա որը դարձել է մի հատ շատ բարդ խնդիր անտարբերություն կա, այսինքն հարցական է, որ միանշանակ տարբերությունը շատ է մարդիկ ընդհանրապես իրանց այս անցած տարիների ընթացքում նորից ընկերվում կապելու համար շատ անտարբեր են սարսերը Եվ վերջում
ընդդիմադիր ուժերը, այդ դիրքերից հանդես եկող ուժերը բնականաբար այս օրերին ահազանգում են վարչական ռեսուրսի օգտագործման, ճնշումներ գործադրելու մասին իշխանությունների կողմից բնականաբար։ Դուք որպես համայնքապետի տեխնացու դեմոկրատական այլընտրանք կուսակցությունից արդյոք ունեք նման տեղեկություններ եւ եթե կան, խնդրեմ ներկայացրեք։ Տեսեք, վարչական ռեսուրսի չարացումներ միանշանակ կան, այս պարիտարությամբ քաղաքում տարբեր նախարարություններից նաև նախագահություններ կան, որ ընտրություններից առաջ չգիտես ինչ պատճառով գալիս են եւ սիրուն խոսքեր եւ սիրուն խոստանում մարդկանց, բաներ վարչական ռեսուրսի չարաշահում է, նաև այսօր տեսեք ինչ խնդիրներ ռուսերը քաշելու, փողոցները ուղղելու խնդիրներ քաղաքում այս պահին սկսվել է շատ արագ է դա, չէ, այն էլ կազմակերպել, որը նաև ես համարում եմ վարչական ռեսուրսի չարաշահում եւ տեսեք հարցը ինչումն է այսօր այդ փողոցները ուղղել, լույսերը քաշել, այդ մանր հարցերը աղբահանությունը արագ կազմակերպել, արագ ներկանելը, դա այսօր ոչ թե այնողների հաջելի արարքն է, այլ դա մարդկանց պարտականությունն է, որը պետք է, որովհետև պետությունը այս պահին ով աշխատի եւ դրա համար վճարվի, ինքը պարտավոր է իր աշխատանքը կատարելու։ Այսինքն, եթե նման տիպի բաները անողներ կային եւ անում էին, կարող էին նաեւ կազմակերպել մինչև ընտրությունները եւ այս պատճառով էլ ժողովուրդը այսօր չունի վստահություն այդքան բանը։ Գյումրեցին այնքան պահանջկոտ չէ, գյումրեցին շատ պահանջներ չունի։ Գյումրեցին ուզե տեսնի գեղեցիկ, մաքուր, կանաչապատ քաղաք։ Գյումրեցու ուզածը մեծ բան չէ։ Գյումրեցու ուզածը բարեկեցիկ նորմալ ապրել է։ Մանր ու միջին բիզնեսին հնարավորություն տալ է, որպեսզի աշխատատեղեր բացվի աշխատի։ Գյումրեցու պահանջները այս երկրից շատ մեծ չեն։ Պարզապես պետք է գյումրեցու պահանջները կատարել, ցանկություն ունենալ եւ գյումրեցու հետ քայլել։ Շփումները չդադարեցնել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, ստեցին։